Բարի լույս հարգելիներս, մենք շարունակում ենք մեր առողջության ճանապարհը եւ այսօր անչափ կարևոր թեմայի շուրջ ենք զրուցելու, որը ցավոք սրտի վերջերս շատ հաճախ հանդիպում մեզ, իսկ մինչ թեմային անցնելը դիմավորենք մեր այսօրվա հյուրին։ Բարի լույս Ժողովրդյան, ինչպե՞ս ենք։ Լավ, մերսի, շնորհակալություն։ Հարգելիներս, դիմավորենք մեր առողջության ճանապարհի ուղևորին Սևաքրանտի Բադալյան, որ հանդիսանում է Սուրբ Գերգոր Լուսավորից բժշկական կենտրոնի անոթային նյարդավիրաբուժության ծառայության ղեկավարը, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դասախոս եւ առողջապահության նախարարության նյարդավիրաբուժության գծով խորհրդատու, բայց այս ամեն ինչը մի կողմ դրած նաև պրոֆեսիոնալ մասնագետ եւ շատ լավ մարդ, Սևակ ջան, բարի գալուստ առողջության ճանապարհ։ Շնորհակալություն հրավերքի համար, շատ հետաքրքիր ֆորմատ է իրականում, միշտ հետաքրքրել է ու սիրով կմասնակցեմ։ Պես այսօրվա համար ընտրել ենք շատ կարևոր թեմա եւ ցավոք սրտի վերջերս շատ հանդիպող, բայց մինչ թեմային անդրադառնալ ես կուզեմ մի քիչ խոսենք քո մասին եւ պատմես թե ինչպես եւ ինչ հանգամանքներով որոշեցիր դառնալ նյարդավիրաբույժ։ Ի սկզբանե ուսանողական տարիներից եմ որոշել, ճիշտ ասած արդեն կլինիկական առարկաներ ուսումնասիրելիս նախընտրությունների սրտաբանության մասնագիտություն եմ դրել, սակայն նյարդավիրաբուժության ցիկլից անմիջապես հետո մեր ժամանակ 3 օր էր ընդամենը ցիկլը, որից 1 օրը ոչ աշխատանքային օր էր ցավոք սրտի։ Եվ այդ 2 օրը, այսպես ասած, իմ համար եղավ ճակատագրական, ես միանգամից մտափոխվեցի եւ որոշեցի ընտրել նյարդավիրաբուժության մասնագիտությունը, ուսանողական ժամանակ այցելում էի խմբակներ, հանրապետական հիվանդանոցում կար ուսանողական նյարդավիրաբուժական խմբակ, մասնակցում էինք վիրակապությունների, վիրահատությունների էինք նայում եւ այլն, եւ այդպես կարելի ասել սկսվեց իմ ճանապարհը եւ երբեք ես դրանից հետո որևէ մտափոխություն, որևէ մտավախություն, որ ես կդառնամ նյարդավիրաբույժ չի եղել։ Ես այդ օրվանից ի վեր մինչեւ այսօր համառությամբ շարունակում եմ իմ ուսումը, իմ կրթությունը նյարդավիրաբուժության ոլորտում։ Մինչ որ սիրահարված ես այս մասնագիտությանը, շատ ուրախ եմ։ Կպատմես քո առաջի վիրահատության մասին։ Համոզված եմ, որ հիշում ես ինչպես երեկվա վիրահատությունները եւ կխնդրեմ մի քիչ պատմես։ Եթե այսպես ասեմ, զուտ որպես առաջին ինքնուրույն վիրահատություն եղել է ցերեբրալ անգիոգրաֆիան, երբ որ ես պունկցիայից միջև ավարտ իրականացրել եմ, սակայն ուզում ասել, որ այդպիսին առաջիններ եղել են միշտ, առաջին անևիզմայի օբլիտերացիան, առաջին ուռուցքի հեռացումը եւ այդպես շարունակ, այսինքն այդպիսի առաջիններ շարունակական եղել են եւ մինչ այսօր է լինում են։ Բարեբախտաբար մենք շարունակում ենք զարգանալ, կատարելագործել եւ ներդնել նոր վիրահատություններ, նոր մեթոդներ եւ այդպիսիք շարունակական լինում են եւ կարծեմ դեռ կլինեն։ Արի խոսենք նյարդավիրաբուժության մասին։ Նախ ասենք թե ով է նյարդավիրաբույժը։ Ոմանք չգիտեն, որ դա նույն նեյրոխիրուրգ կոչվող մասնագետն է։ Եվ ասենք թե ինչ ուղղություններով են զբաղվում, ինչ վիրահատություններ անում, ավելի պարզ լեզվով բացատրենք մեր հանդիսատեսին եւ մեր ակնդիրներին, թե ով է իրենց ներկայացնում նյարդավիրաբույժ եւ ինչ գործունեություն է նա ծավալում։ Շատ լավ։ Նյարդավիրաբույժը մասնագետ է վիրաբուժական ոլորտի, նեղ մասնագետ, ով զբաղվում է նյարդային համակարգի, կենտրոնական եւ նույնիսկ ծայրամասային նյարդային համակարգի վիրաբուժական խնդիրների լուծմամբ։ Դրանք կարող են լինել տրավմատիկ, ուռուցքային, անոթային, ֆունկցիոնալ, դեգեներատիվ, դիստրոֆիկ, այսինքն գլուխուղեղի եւ ողնուղեղի ամբողջ ծավալով վիրահատություններ, որոնք պահանջում են վիրաբուժական միջամտություն։ Այսինքն նաև ֆիքսում ենք, որ նեյրովիրաբույժը, նյարդավիրաբույժը չի զբաղվում միայն գլխուղեղով։ Այո, նրանք շատ հաճախ եւ որոշ նյարդավիրաբույժներ նաև ծայրամասային նյարդային համակարգով եւս։ Վերջի տարիներին ցավոք սրտի ծայրամասային ավելի շատ զբաղվում են միկրովիրաբույժներ, սակայն դա եւս նյարդավիրաբուժության ինձ դուր եկավ ցավոք սրտի։ Դա նույնպես նյարդավիրաբուժության ոլորտի ճյուղերից մեկն է։ Ծայրամասային նյարդային համակարգ։ Այսօր կուզեմ խոսենք շատ կարևոր թեմայի շուրջ, ուռուցքների մասին, գլխուղեղի ուռուցքային process-ների, նախ արի հասկանանք, թե ինչ է իրենց ներկայացնում գլխուղեղի ուռուցքը եւ ինչ տարատեսակներ, ինչ տարբերակներ ունենք ուռուցքային process-ների։ Առհասարակ ուռուցքը, ուռուցքային process-ը դա ոչ ճիշտ ախտաբանական բջիջների անկառավարելի աճ է, որը բերում է հետեւյալ ծավալային գոյացության աճի։ Գլխուղեղի դեպքում եւս գործ ունենք ինչպես բարակ, այնպես էլ չարագ ուռուցքների հետ, սակայն այստեղ կա առանձնահատկություն, քանի որ գլխուղեղը տեղակայված է գանգի խոռոչում, ֆիքսված փակ
ծավալի մեջ եւ նույնիսկ բարակ ուռուցքը լինելով ոչ այդպես վտանգավոր աճի իմաստով կարող է բերել բավականին լուրջ խնդիրներ պայմանավորված տեղակայմամբ, մասնավորապես գանգի հիմի ուռուցքների հետ բավականին բարդ է պայքարել, նրանք ներառում են անոթների, նյարդերի մեջ եւ դժվարացնում են վիրաբուժական միջամտության արդյունքը։ Դե շատ է ընդունում է, որ ուռուցքը միայն չարակ է լինում։ Միայն հենց ասում են ուռուցք, միանգամից պատկերացնում են քաղցկեղը։ Բայց նաև ինչպես նշեցիր, պետք է գիտակցենք, որ ուռուցքային process-ների մի ստվար զանգված կարող են լինել բարակ։ Ու նաև կուզեմ դիֆերենցիալ մեր ախտորոշման մեջ առանձնացնենք նաև գանգի խոռոչում առկա ուռուցքների տեսակները իրենց տեղակայմամբ, այսինքն ուռուցքները լինում են ներուղեղային, որոնք աճում են հենց ուղեղի մեջ եւ շատ հաճախ կարող են հանդիպել ուռուցքի տեսակներ, որոնք հենց թաղանթից են աճում կամ նյարդերից, որոնք ուղեղանյութից դուրս են, բայց ինչպես նշեցիր, նույնքան վտանգավոր եւ լուրջ խնդիրներ են իրենց ներկայացնում։ Միջազգային ստատիստիկան ես ծանոթ եմ, Սևակ ջան, բայց կուզեմ Հայաստանում առկա ստատիստիկ որոշակի տվյալներ բերենք, որոնք են ամենատարածված գլխուղեղի ուռուցքների տեսակները Հայաստանում։ Առհասարակ ամենահաճախ վիրահատության ենթարկվող, ամենահաճախ հանդիպող նաև վիրահատվող ուռուցքները դրանք ներուղեղային, ինչպես դու նշեցիր, ուղեղի հյուսվածքի ճարծող ուռուցքների տարատեսակ գլիալ ուռուցքներն են, որոնք ուղեղի բջիջներից են աճում եւ բավականին դժվար է տարբերակվում առողջ ուղեղային հյուսվածքից, քանի որ դրանք դիֆուզ, սփռված աճող ուռուցքներ են եւ սահմանազատման եզր չունեն։ Լինում են ինչպես բարակ տեսակներ այդ ուռուցքները, այնպես էլ չարորակ։ Երկրորդ տեղում ուղեղի թաղանթներից գոյացող մենինգիոմաներն են, որոնք ճնշող մեծամասնությամբ, այո, բոլորի սիրելի եւ վիրաբույժների եւ ռադիոլոգների, քանի որ դրանց դեպքում բուժման հասնելը ավելի հեշտ է, այսինքն ամբողջական հեռացումը հիմնականում հաջողվում է եւ բերում է հիվանդության առողջացման բուժմանը, ինչը որ դժվար է ասել գլիալ ուռուցքների, հատկապես դրանց չարորակ տարատեսակ գլիոբլաստոմաներն հին անվանումն է, ուղղակի դեռ կիրառում է մասնագիտական ոլորտում գլիոբլաստոմաների դեպքում բավականին դժվար է պայքարել, քանի որ հակումն են կրկնվելու, ռեցիդիվելու, ներաճելու կարևոր ֆունկցիոնալ զոնաներ։ Իսկ բնակչությանը, որ ավելի պարզ լինի, ինչ ենք ասում, որ ուռուցքը, բարակ ուռուցքը նույնիսկ կարող է մեծանալ, ճնշել հարակից օրգաններ եւ կառուցվածքներ եւ շատ լուրջ վտանգ առաջացնել, իսկ չարորակ ուռուցքի խնդիրը, որ բացի այդ տեղակայումից, այն կարող է նաեւ տարածվել այլ հատվածներ, այլ օրգաններ։ Գլիոբլաստոման եւ նման տիպ չարորակ process-ներ իրենք բավականին լուրջ մոտեցում են պահանջում եւ ամեն ինչ կախված է նաեւ չափսից։ Կհամաձայնվես ինձ հետ տեղակայումից եւ շատ կարեւոր է որ այստեղ մենք գիտակցենք որ համապատասխան ցանկացած բուժառուի մոտ լինում են տարբեր սիմպտոմներ նույնիսկ միևնույն մենինգիոման կախված տեղակայումից եւ չափսից կարող է տարբեր սիմպտոմներ ունենալ եւ ես կուզեմ մեր բնակչությանը տեղեկացնենք թե որ ազդանշաններն են մեզ հուշում որ կարող է բուժառուի մոտ կա ուռուցքային process այսինքն շատ հաճախ մենք MRT անելով հայտնաբերում ենք տարածում process-ներ Եվ գիտակցում ենք, որ կամ բուժառուն չի ուշադրություն դարձնել այն ախտանիշներին, որոնք եղել են մինչ այդ նույնիսկ տարիների ընթացքում, կամ միգուցե հարազատները չեն ուշադրություն դարձնել։ Կուզեմ այս ուղղությամբ խորհուրդ տանք, թե ինչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնել եւ որոնք են այն հիմնական սիմպտոմները, որոնք մեզ ոչ թե հուշում են, այլ պարտադրում են շտապ անցնել MRT հետազոտություն եւ ստանալ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։ Թիվ 1 գանգատը, այսպես ուռուցքային process-ների դեպքում գլխացավն է։ Գլխացավ, որը հարաճուն է, այսինքն աստիճանաբար ավելի սաստկանում է, ավելի արտահայտված է առավոտյան ու հորիզոնական դիրքում առավոտյան ավելի արտահայտված, ուղեկցում է սրտխառնոցով, փսխումներով, երբեմն նաև տեսողության, սրության իջեցմամբ։ Երկրորդ տեղում ախտանիշներից դա օջախային ախտանիշներն են, նյարդաբանական դեֆիցիտ, այսինքն թուլություն, վերջիններում թմրացություն, խոսակցական խանգարումներ, դեմքի թմրացություն, թուլություն եւս, կրմանակտի խանգարում, այսինքն տարատեսակ օջախային ախտանիշներ։ Եվ երրորդ ախտանիշը դրսևորում դա էպիլեպտիկ ցնցումներն են, կարող լինել փոքրիկ ցնցում, կարճատև մկանային դողի տեսքով կամ խոսքի դադարի տեսքով, այսինքն պարտադիր չէ որ ամբողջ բանով ցնցումը միայն համարվի էպիլեպտիկ ցնցում, այո, եւ անպայման գիտակցության կորուստն, այսինքն ցանկացած փոքրիկ ախտանիշ, որը նախկինում չի եղել, հարաճուն գլխացավերը պետք է հուշեն դիմել բժշկական օգնության, հետազոտության։ Վերջին շրջանում MRT ԿՏ հետազոտության ավելի լայն հասանելիության պայմաններում Իհարկե այս տեսակետը քննադատման է ենթարկվում որոշ դեպքերում, որ անիմաստ անտեղի կատարում են ռադիոլոգիական հետազոտություններ, սակայն շատ հաճախ են հայտնաբերվում ուռուցքներ, որոնք նույնիսկ ոչ սիմպտոմատիկ են կամ այլ պաթոլոգիաներ,
որոնք ասիմպտոմատիկ են, սակայն պահանջում են եւս բժշկական ուշադրություն։ Դες ես կուզեմ ավելի մանրամասն խոսենք ախտորոշման մասին։ Նախ ինչ էինք մենք անելու, եթե չունենայինք այս ախտորոշման մեթոդները եւ ըստ իս բավական բախտավոր ենք, որ այսօր ենք ապրում եւ այսօր ենք գործունեություն ծավալում որպես բժիշկ, որովհետեւ ունենք շատ մեծ սպեկտր ախտորոշման։ Օրինակ 100 տարի առաջ ով էր ձեր նյարդավիրաբուժության հերոսներից մեկը, օրինակ Քուշինգը, չէ՞։ Քուշինգը հաստատ երանի կտար այսօր ապրել, տեսնել այս բոլոր հնարավորությունները ախտորոշման եւ ինչ էին նրանք անում հարյուրավոր տարիներ առաջ, անում էին ուղղակի մանրակրկիտ ուսումնասիրություն ախտանիշների, կլինիկական ախտանիշների եւ ըստ իս այդտեղ նաեւ երևում էր նյարդավիրաբույժի ոչ միայն վիրտուոզ ձեռքերի աշխատանքը, այլ նաեւ ուղեղի բավական լուրջ աշխատանքը եւ Քուշինգը, եթե չեմ սխալվում, բազմաթիվ գյուտերի եւ նորարարությունների հեղինակ էր ու ըստ իս այն առաջընթացը, ինչ ունեցել է նյարդավիրաբուժությունը այս 100-ամյակի ընթացքում, հենց իր նման մի քանի հոգու աշխատանքի արդյունք է։ Բայց այսօր մենք ունենք մեծ սպեկտր, Սևակ ջան, եւ կուզեմ խոսենք մասնավորապես MRT-ի մասին, MRT-ի դերի մասին եւ շատ համամիտ եմ քո հետ, որ միայն բարևելուց հետո պետք չի միանգամից ուղարկել MRT-ի, որովհետեւ դուք ինքներդ ուսումնասիրելով բուժառուին եւ մանրամասն ուսումնասիրելով ամբողջ ինֆորմացիան, ինչն նա տրամադրում է մինչ MRI-ը, մենք կարողանում ենք հասկանալ մոտավոր ինչ ենք փնտրում, որովհետև միայն գլխուեղի MRT-ի ուղղորդելը դա իմ համար արդեն անցած էտապ է։ Իմ համար շատ կարևոր է մանրամասն քննարկել նյարդավիրաբույժի կամ նյարդաբանի հետ, թե ինչ ենք փնտրում, ինչ հետազոտության տեսակ մենք կիրառենք, որովհետև մենք ունենք հազարավոր ռեժիմներ, որոնք շատ հաճախ կիրառվում են հենց նյարդավիրաբույժի ցուցումով։ Դրա համար կուզեմ ավելի մանրամասն խոսենք MRT-ի մասին եւ նրա դերի մասին ուռուցքային process-ների ախտորոշման եւ բուժման էֆեկտիվությունը գնահատելու հարցում։ MRT-ի հետազոտությունը կարելի ասել ներկապային համաձայն եմ անփոխարինելի է որպես ախտորոշիչ մեթոդ։ Բնականաբար նախնական զննումից կլինիկական ինչ-որ մտավան թեորիա, այսինքն տեսություն ձևավորելուց հետո արդյոք մենք ման են գալիս ուռուցքային process, այլ process-ներ եւ բնականաբար MRT հետազոտությունը ռասիճ օժանդակում է ախտորոշման հաստատման համար։ Կարևոր է նաև MRT հետազոտության դերը ոչ միայն հայտնաբերում, նաև մոտավոր տեսակը մենք բնականաբար վերջնական ունեն մենք պատկերը հյուսվածաբանական հետազոտությունից հետո, սակայն նախնական տվյալներով մենք ունենում ենք պատկեր, ինչ կայացության հետ կապ ունենք, շատ հաճախ այն համապատասխանում է վերջնական ախտորոշմանը։ Շատ հաճախ համապատասխանում է, արդյոք դա առաջտեն ուղեղային ուռուցք է, թե մետաստազի կասկած ունենք, թե արտաուղեղային, ներուղեղային ուռուցք է, բազմակի օջախներ են, թե մեկ օջախ է, ինչպես նաև կարող է MRT հետազոտության դերը հետվիրահատական հսկողության համար, մնացորդային process կա, թե չէ, ռեցիզիվ է, թե օրինակ ճառագայթային բուժումից հետո հաճախ հարց է կանգնում, դա ճառագայթային վնասում է, թե կրկնակի աճ, այդտեղ եւս կարևորում ենք MRT հետազոտության դերը, ինչպես նաև ես ուրախությամբ կարող եմ ասել, որ MRT հետազոտությունը նաև ունի տեղայնացման, ֆունկցիայի տեղայնացման հնարավորություն, այսինքն ֆունկցիայի եւ ուռուցքի հարաբերակցությունը, ինչպես կենտրոնների, շարժողական, օրինակ խոսակցական, ինչպես այնպես նաև ուղիների, ինչպես են ուղիները անցնում, ինչպես են տեղափոխվել ուռուցքային process-ի հետևանքով, որը անփոխարինելի օժանդակություն է վիրաբույժի համար ներվիրահատական, նաև հսկողության ներվիրահատական կոնտրոլի համար։ Դες մեր երիտասարդ գոլեգաներին ես միշտ նույնն եմ խորհուրդ տալիս, որ արդեն տասնամյակներ են անցել MRT-ի ստեղծումից հետո եւ այսօր ոչ մեկի չէ զարմացնի MRT-ով ուղղակի ասել, որ կա ուռուցք։ Պետք է ասենք ուռուցքի կառուցվածքի մասին, թե ինչ ինֆորմացիա ենք ստացել, ֆունկցիոնալ փոփոխությունների մասին եւ ինչպես դու նշեցիր, նաեւ գլխուղի կարևորագույն ֆունկցիոնալ կենտրոնների հարաբերակցության մասին։ Եվ ռադիոլոգիան շատ արագ տեմպերով զարգանում է եւ ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք ունենալու ենք նորագույն տեխնոլոգիաներ, նորագույն մեթոդներ, որոնք օգնելու են ձեզ ոչ միայն հայտնաբերել ուռուցք, այլ հայտնաբերել ամենավաղ շրջանում։ Ու նաեւ հետվիրահատական շրջանում շատ հստակ մոնիտորինգ անել ռեցիդիվների եւ շարունակական աճի բացառման հարցում։ Այժմ խոսենք բուժման տարբերակների մասին։ Եթե բուժառուի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք, ինչ մեթոդներ կան այսօր թե մեր երկրում, թե աշխարհում եւ որոնք են ամեն մեկի կարեւորությունը եւ դերը։ Բուժման ընտրության համար բնականաբար կարևոր է նաև սիմպտոմատիկ լինելը, ուռուցքի չափսերը, տեղակայումը,
Հիմնականում մեծ ուռուցքները ենթարկվում են առաջնային վիրաբուժական հեռացման, եթե ֆունկցիոնալ տեղակայումը ֆունկցիոնալ զոնայի հարաբերակցությունը թույլ է տալիս, այսինքն արդյունավետ բուժումը լինում է վիրահատություն, այնուհետև լրացուցիչ բուժում, եթե այդպիսի կարիք կա։ Փոքր ուռուցքները, որոնք վտանգ չունեն, այսինքն կասկած չկա չարակացման կամ այլ ծագման ուռուցքի, հնարավոր նաև ռադիոլոգիական հսկողություն, կարճատև, այնուհետև ըստ աճի տեմպերի նաև հետագայում երկարացնել այդ հետհսկողության տևողությունը կամ փոփոխություններից հետո քննարկել նույն միջամտության հարցը։ Այսինքն առհասարակ եթե դիտարկենք բուժման մեթոդ, վիրաբուժությունն է առաջնային մեթոդը բուժման, այնուհետև լրացուցիչ քիմիա կամ ճառագայթային բուժում շարակ ուռուցքների պարագայում՝ ի տարբերություն ներքին օրգանների ուռուցքների, որտեղ հաճախ կիրառվում է հակառակ պրակտիկան՝ քիմիա ճառագայթային բուժում, այնուհետև քննարկել վիրահատությունը։ Գլուխեղի դեպքում կամ վիրահատվում է ի սկզբանե, կամ եթե տեղակայումը կամ չափսերը թույլ չի տալիս իրականացնել բիոպսիա, հյուսվածքաբանական վերիֆիկացիա, այնուհետև լրացուցիչ բուժում, քիմիա ճառագայթ, բնականաբար ավելի ցածր արդյունավետություն։ Այսինքն մենք պարզեզով եթե խոսենք, ունենք վիրահատական միջամտության տեսակ, որը ցանկալի է անել բոլոր դեպքերում, եթե հնարավոր է ամբողջությամբ կամ նույնիսկ մեծ մասը ուռուցքի հեռացնել։ Բայց համակցված կարող են լինել չարորակ ուռուցքների դեպքում ճառագայթային բուժում եւ դեղորայքայինը։ Բնակչության համար մի պարզ ինֆորմացիա նաև տրամադրենք, որ ցավոք սրտի գլխուղեղի կառուցվածքը այնպեսին է հեմատոենցեֆալիկ բարիերի եւ մնացած կառուցվածքների պատճառով, որ ոչ բոլոր դեղամիջոցներն են էֆեկտիվ ազդում գլխուղեղի ուռուցքների վրա։ Այսինքն, եթե թիցուկ այլ օրգաններում մենք դեղորայքային այդ քիմիոթերապիա, իմունոթերապիայով մենք կարող ենք բավականին լուրջ արդյունք ստանալ, շատ կտրուկ փոքրացում ստանալ գոյացումների, այս դեպքում դեղորայքային բուժումը կարող է միայնակ չկարողանալ այն բոլոր հարցերը լուծել, որը անհրաժեշտ է այդ բանին։ Եվ բարոյական գոյացումների դեպքում, եթե վիրաբույժը վիրահատությամբ հեռացրել է ամբողջական գոյացությունը, չունենք մնացորդային հյուսվածք, ապա ճառագայթման կամ քիմիոթերապիայի կամ այլ դեղորայքային բուժման կարիք չկա, բայց ամենակարևոր նյուանսը այստեղ դա follow-up-ն է, այսինքն հսկողությունը, որովհետև ցավոք սրտի մենք ունենում ենք դեպքեր, երբ նյարդավիրաբույժը ասում է, որ օրինակ 3 ամիս հետո, 6 ամիս հետո պետք է արվի MRT կամ ԿՏ կամ այլ հետազոտություն, բայց ինչ-ինչ պատճառներով բուժարուն 2-3 տարի հետո է գալիս եւ մենք հայտնաբերում ենք արդեն ռեցիդիվ կամ շարունակական աճ։ Ու այստեղ շատ կարեւոր է, որ մենք նաև գիտակցենք, որ ինչքան էլ ես MRT-ի մասնագետ լինեմ, միայն MRT-ն չէ այն դիագնոստիկ սպեկտրի մեջ, որը օգտագործում է այն արսենալը, որը մենք ունենք, շատ կարևոր է նաև ԿՏ հետազոտությունը հարկ եղած դեպքում կիրառել, օրինակ անոթային կառուցվածքների մանրակրկիտ հետազոտելու համար, քո պրակտիկայում հաճախ դու կարող ես սելեկտիվ անգիոգրաֆիան կիրառել, որպեսզի անոթային միջամտություններ նաև արվի կամ անոթային կառուցվածքների հարաբերակցությունը ուսումնասիրեն, ու վերջերս նաև հաճախ են խոսում պետկատե հետազոտության մասին, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիա, ոչ միայն պետկատե, այլ նաև պետ-MRT, որը ցավոք սրտի Հայաստանում չկա, բայց պետկատե արդեն մի քանի կենտրոններ մենք ունենք եւ հարկ եղած դեպքում, եթե մենք MRT-ով կասկած ունենք, արդյոք սա մնացորդային հյուսվածք է թե ոչ, արդյոք այս տեղամասը ընդհանրապես ուռուցք է թե ոչ, կարող ենք դիմել նաև պետկատե հետազոտության եւ այս ամբողջ սպեկտրը օգտագործելով մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ պաթոլոգիա հետ գործ ունենք եւ ինչ մեթոդ կիրառենք նման դեպքում։ Մի քիչ կուզեմ խոսենք հետվիրահատական շրջանի մասին։ Այսինքն ինչ հետվիրահատական շրջանում ինչ կարևոր նյուանսներ կան, որ պետք է իմանա բուժառուն եւ ինչ խորհուրդներ եք դուք տալիս այդ ընթացքում եւ ինչ ենք ակնկալում նաեւ։ Հետվիրահատական շրջանում շատ կարևոր է հսկողություն սահմանելը ճիշտ գրաֆիկով, ճիշտ հերթականությամբ։ Ցավոք սրտի ոչ միշտ է կիրառվում այդ պրակտիկան եւ որոշ ժամանակ հետո կատարած հետազոտությամբ դժվար է տարբերակել արդյոք դա մնացորդ է թե շարունակական աճ։ Ներկա պրակտիկան հետեւյալն է, նույնիսկ բարոյական ուռուցքների ամբողջական հեռացման դեպքում, երբ որ մենք ներվիրահատական վստահ ենք, որ ամբողջությամբ հեռացվել է ուռուցքը եւ ունենք բարոյական պատասխան, անպայման պետք է կատարել հետազոտություն, սովորաբար 3-ից 6 ամիս անց։ Այնուհետև ըստ տվյալների հետագայում շարունակել այդ հսկողությունը կամ դադարեցնել, ավելի ուշ ժամանակաշրջան վերադառնալ։ Ներուղեղային ուռուցքների դեպքում շատ կարևոր է կատարել հետազոտությունը 2 օրվա ընթացքում, 48 ժամվա ընթացքում, որ վիրահատությունից հետո։ Իհարկե, դա միգուցե տհաճություն է պացիենտի համար, սակայն շատ կարևոր է տվյալ ինֆորմացիան, որովհետև հետո առաջանում են փոփոխություններ այտուց ասեպտիկ բորբոքում, որը տալիս է կեղծ դրական պատասխան, այսինքն մենք հստակ չգիտենք դա մնացորդային ուռուցք է թե
շարունակական աճ։ Այսինքն մենք կարևորում ենք վաղ հսկողություն երկու օրվա ընթացքում ներողային ուռուցքների դեպքում եւ այնուհետեւ արդեն կախված հյուսվածքային հետազոտության տվյալներից ավելի հաճախ ներողային ուռուցքների դեպքում կատարել հետազոտություն վաղ աճը, վաղ կրկնությունը հայտնաբերելու եւ բուժում իրականացնելու նպատակով։ Համոզված եմ դու ինքդ էլ ես տեսել արտերկրի հեղինակավոր կենտրոններում ինտրաօպերացիոն MRI կոչվածը։ Այսինքն մենք երկու տարբերակ ունենք, երբ հենց վիրահատարանում կա մի դուռ, կա մի մեծ դուռ, որը հետ վիրահատության ժամանակ բացվում է եւ բուժառույն տեղափոխում ենք հենց կողքի սենյակում առկա MRT հետազոտության, որոշ շատ ֆուտուրիստիկ առաջատար կլինիկաներում նաեւ մենք ունենք հակառակը, երբ որ այդ 10 տոննանոց սարքը ինքն է ռելսերի վրա գալիս վիրահատարան։ Պետք է անկեղծ լինենք, ինքը շատ կատաստրոֆիկ թանկ հաճույք է Հայաստանի համար։ Մի օր հուսամ դա կտեսնենք, բայց քո նշածը շատ կարևոր է, որ ցավոք սրտի բուժառուների մի մասը վիրահատությունից հետո նույնիսկ ցուցումների պարագայում չեն ասնում MRT հետազոտություն, բայց երկու օրվա ընթացքում այդ MRT-ն մեզ տալու է ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը, արդյոք ամբողջությամբ է հեռացված հյուսվածքը թե չէ։ Ես տեղյակ եմ, որ ունեք նաև նավիգացիոն տարբեր համակարգեր, որը ըստ իս շատ էֆեկտիվ արդյունք է տալիս, բայց շատ կարևոր է այդ follow-up-ի ժամանակ ճիշտ հետազոտությունների իրականացումը։ Սևակ ջան, որպես նաև նյարդավիրաբուժության գծով խորհրդատու եւ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը, ես կուզեմ ասես, թե ըստ քեզ քո ոլորտին առնչվող որ ռեֆորմի կարիքը մենք ունենք, ինչ փոփոխություն է անհրաժեշտ անել, որպեսզի մենք վաղ ունենանք ավելի հզոր, ավելի որակյալ նյարդավիրաբուժություն։ Առհասարակ նյարդավիրության ոլորտում իմ կարծիքով ամենամեծ խնդիրը, որ մենք ներկայ ունենք, դա խիստ կենտրոնացումն է նյարդավիրաբուժության։ Մենք ունենք Երևանում բազմաթիվ կենտրոններ, բազմաթիվ բաժանմունքներ, տարբեր հնարավորություններով, սակայն Երևանից դուրս հնարավորությունները կտրուկ սուղ են, նույնիսկ ժամանակավոր տրավմայով պացիենտին վիրահատելու հնարավորություն չկա, որտեղ միակ նյարդավիրաբույժը արձակուրդում է կամ հասանելի չէ տվյալ պահին։ Ըստ իս մեծագույն խնդիրը ներկայ խիստ կենտրոնացում է նյարդավիրաբուժության Երևանում, այո, եւ կարծում եմ խելամիտ է թիրախային ուսուցման շնորհիվ երիտասարդ բժիշկների օգնությամբ ապա կենտրոնացնել այս խիստ կենտրոնացում գոնե կյանքին սպառնացող պաթոլոգիաների ուղղությամբ հետագայում ինչու ոչ նաև այլ ոլորտներում եւս, այսինքն կարիք չունենա պացիենտը պլանային վիրահատությունների համար նույնպես հասնել, կարելի ասել միջին ծավալի կամ միջին թեթև ծավալի վիրահատությունների համար հասնել Երևան։ Բնականաբար կլինեն դեպքեր, որոնք պահանջում են խիստ նեղ մասնագիտացած կլինիկաներում միջամտություն, սակայն ընդհանուր պրակտիկայի միջամտությունները կարելի է կանցնել մարզերում եւս եւ պացիենտի համար եւ բժշկի զարգացման համար։ Թե շատ կարևոր թեմայի մասին խոսեցիր եւ միայն նյարդավիրաբուժություն չի տվյալ խնդրով։ Բազմաթիվ այլ ուղղություններ ունեն այս նույն խնդիրը։ Մենք այսօր մարզերում ունենք բավականին լուրջ հագեցած բժշկական կենտրոններ ու շատ հաճախ մենք ուղղակի կարիք ունենք լավ մասնագետների։ Իհարկե, բարք ու պատիվ մեր այն բոլոր գոլեգաներուն, ովքեր մարզային բժշկական կենտրոններում են գործունեություն ծավալում եւ նրանք ահռելի տիտանական աշխատանք են անում եւ ես դա ամեն օր տեսնում եմ։ Բայց օրինակը բերեմ օրինակ MRT-ի հարցով, մենք նախկինում ինչ խնդիր ունեինք, ես ծննդով Վանաձորից եմ եւ Լոռու մարզում չկար MRT հետազոտություն ընդհանրապես ու մարդիկ ստիպված գալիս էին Երևան։ Եվ երբ որոշեցինք, որ պրոտոնի հերթական մասնաճյուղը պետք է տեղակայված լինի Վանաձոր բժշկական կենտրոնում եւ հենց Վանաձորում, ամենակարևոր հարցը իմ համար ոչ թե սարքն էր, ոչ թե այդ սարքավորումների այդ հագեցվածությունն էր, այլ մասնագետներն էին։ Ու մենք ինչ արեցինք, այդ պրոյեկտը իրագործելուց շատ ավելի շուտ մենք սկսեցինք մասնագետների ներգրավում, վերապատրաստում եւ նաեւ փորձեցինք հետեւյալը անել, համապատասխան տարբեր մասնագետների այսպես բավականին լուրջ թիմ ստեղծեցինք եւ նրանց տվեցինք պայմաններ։ Այսինքն, թե աշխատավարձը, թե մնացած բոլոր պայմանները պետք է լինեն հրապուրիչ մասնագետի համար, որ նրանք նստեն տանը մտածեն ու հասկանան, որ այո, այսօր Վանաձորում կամ Գյումրիում կամ այլ քաղաքում կարելի է ունենալ բարձր աշխատավարձ, ունենալ լավ աշխատանք եւ
անկեղծ պետք է ասեմ, ձեռք բերել բավականին մեծ փորձ, որովհետև այսօր նույն Վանաձորի բժշկական կենտրոնում աշխատելով երիտասարդ բժիշկները կամ նույնիսկ փորձառու բժիշկները ամեն օր կարող են հանդիպել այնպիսի պաթոլոգիաների, այնպիսի համակցումների, տրավմաներից սկսած վերջացած ուռուցքային process-ներ, որոնք Երևանում շատ հազվադեպ են տեսնում։ Եվ ըստ իս նույնը պետք է անենք նյարդավիրաբուժության գծով։ Այսինքն նախ առաջինը կրթության ուղղվածությունը եւ ինչու ոչ նաեւ նպատակային այդ ծրագիրը ավելի մեծ սպեկտրով օգտագործել եւ ամենակարևորը տալ պայմաններ եւ մոտիվացիա, որը կօգնի մեր բժիշկներին թեկուզ մի քանի տարով գնալ, բայց համոզված եմ, որ եթե լավ պայմանները մշտական, այսպես շարունակական բնույթ ունենան, մեր գոլեգաներից շատերը միանշանակ չեն ուզի նույնիսկ վերադառնալ Երևան։ Այո, այդ ինքնուրույնության գաղափարը շատ կարևոր է, երբ որ դու ի վիճակի ես պատասխանատվություն վերցնել, կրել այդ պատասխանատվությունը եւ դրանով դու ինքդ աճում ես ավելի մեծ բարդությունների ես պատրաստ լինում։ Դες նաև կուզեմ խոսենք մի քիչ, ասենք, ռոմանտիկ թեմայի շուրջ, թե եթե օրինակ դու ունենայիր կախարդական փայտիկ կամ ինչ-որ հնարավորություն, շնայց ես արդեն գիտեմ քո պատասխանը, անկեղծ ասած, բայց գլխուեղի ուռուցքների որ տեսակը կուզեիր, որ վերանար եւ ընդհանրապես չհանդիպեր մեր բուժառուների մոտ։ Դա այդտեղ երևի թե միանշանակ է, որ չարագ ուռուցքները պետք է վերացնել։ Բոլորս նույն կարծիքը ունենք։ Այո, ցավոք սրտի բժշկության զարգացման տարբեր հնարավորությունների պարագայում եւս չարագ ուռուցքներից մահացությունը եւ հաշմա իհարկե նվազել է էական բարելավել է ստատիստիկան, բայց ամեն դեպքում մահացություն հաշմանդամության դեմ դեռևս պայքարի տեղ ունենք։ Դες ես կարծում եմ այստեղ անելիք ունենք ոչ թե մենք ռադիոլոգներս եւ դուք նյարդավիրաբույժներ, այլ նաեւ գենետիկ ինժեներիայի, մոլեկուլյար ու մնացած բոլոր մասնագետների այն հզոր թիմը եւ հուսով եմ, որ հետագայում ոչ միայն նյարդավիրաբուժական նոր մեթոդներ կստեղծվեն այդ պաթոլոգիաների այսպես հարցերը լուծելու համար, այլ նաեւ կանխարգելիչ եւ վաղ ախտորոշման ուղղությունները։ Սավակ ջան, ինձ կուզեմ ասես, թե գործից դուրս ինչով ենք զբաղվում։ Ես գիտեմ, որ դու էլ այնպես դիմում ես գրել Վերինատյաններ, որ 24-ի փոխարեն 25 ժամ սարքեն, չէ՞ օրը։ Եվ այն կարճ ժամանակ ինչ որ կարողանում ենք աշխատանքից դուրս տրամադրել, ինչի վրա ենք ծախսում եւ ինչ հետաքրքրություններ։ Հաշվի առնելով, որ մեր հանդիպումը շատ երկարաձգվեց, մենք բաղուց էինք պլանավորել հանդիպել, սակայն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկանալի է, որ այդ ժամանակը շատ քիչ է, շատ սուղ է, քանի որ մենք գործ ունենք նաև անհետաձգելի դեպքերի հետ։ Իմ սիրած զբաղմունքը ճանապարհորդել, նոր երկրներ, նոր մշակույթներ, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել բնության գրկում, ինչքանը որ կստացվի։ Սա դա ամենակարևոր կոմպոնենտն է, որ կյանքում պետք է ունենալ։ Այսինքն ճամփորդել ընտանիքի անդամների հետ եւ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ ու ըստ իս միշտ նշում եմ ես դա, մենք մեր բյուջեի մեծ մասը պետք է տանք education-ին, կրթությանը եւ ճամփորդական կրթությանը, որովհետեւ ճամփորդելը ոչ միայն գեղեցիկ պահեր է պատմում եւ հիշողությունները մեզ տալիս, այլ նաև բավական լուրջ զարգացում է ապրում ուղեղը, շփվելով տարբեր մշակույթի մարդկանց հետ, համոզված եմ դու էլ ինձպես ուղղակի չես գնում հյուրանոց, հանգստանում հետ գալիս, շփվում ես թե տաքսու վարորդների հետ, թե այնտեղի բնակչության հետ եւ ուսումնասիրում ենք թե իրենց մշակույթը, թե նաև տալիս ենք մեր մշակութային կոմպոնենտները։ Սևակ ջան, շատ հետաքրքիր զրույց ունեցանք ըստից եւ վերջին հարցը, որ բոլորին ենք ուղղում մեր ուղևորներից առողջության ճանապարհի որն է Սևակի հաջողության բաղադրատոմսը։ Հաջողության բաղադրատոմսը հավատալ քո ուժերին, քո հնարավորություններին, միշտ վստահ լինել, որ կա չբացահայտված տեղեր, չբացահայտված անկյուններ, որոնք պետք է բացահայտես ինքդ քո մեջ եւ անընդհատ կրթվել, անընդհատ ուսումնասիրել, անընդհատ հետազոտել, անընդհատ վերապատրաստվել, շարունակական կրթություն, երբեք չդադարել, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով, միշտ նորություններին տիրապետել։ Լիովին համամիտ եմ քո հետ։ Եվ մեր վերջի կոմպոնենտը հաղորդաշարի դա գիրքն է, որը նախորդ մեր հյուրը Միչելուց ըստիս շատ կհավանես այս գիրքը Շահբազյան Սևակն էր,
ով ռազմադաշտային վիրաբուժության մասին այս լուրջ ձեռնարկներ նվիրել հաջորդ մեջուրին, որը դու ես այս դեպքում։ Շնորհակալություն, Համոզված եմ, որ շնորհակալ եմ, սիրով կուսումնասիրեմ։ շատ օգտակար գիրք կլինի քո համար եւ կուզեմ ներկայացնես, թե մեր հաջորդ հյուրի համար ինչ ես պատրաստել։ Ես որպես շարունակություն մեր վերջին խոսակցության սիրով կնվիրեմ մեր հաջորդ մասնակցին Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը, որի մասին արդեն մենք զրուցեցինք, կարծեմ արդեն նախաբանում էինք։ Համոզված եմ, շատ շարունակություն հաճելի ընթերցում եմ ցանկանում եւ շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ, Սևակ, շատ հաճելի եւ կարեւոր զրույց ունեցանք եւ քեզ մաղթում եմ անփորձանք վիրահատություններ, դրական դինամիկա եւ շարունակական զարգացում։ Ես նույնպես եւ այս պրոյեկտին հաջող ընթացք իրական իրոք շատ հետաքրքիր է եւ հաճելիորեն կմասնակցեմ։ Շնորհակալ եմ, Սևակ ջան։ Շնորհակալություն, հաջողություն։ Հարգելիներս, ըստ իս շատ կարևոր եւ ինֆորմատիվ զրույց ստացվեց եւ այն բոլոր կետերին, ինչ մասին խոսեցինք, պետք է մաքսիմալ ուշադրություն դարձնենք, որպեսզի ամենակարևորը վաղ հայտնաբերենք ուռուցքային խնդիրները եւ հայտնաբերելու ժամանակ ճիշտ ընտրություն անենք բուժման մեթոդների եւ այդ շարունակական աճը կամ ռեցիդիվները բացառելու ուղղությամբ։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար եւ ես շարունակեմ իմ առողջության ճանապարհը, ես ձեզ մաղթեմ առողջություն եւ հաջողություն։